Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Ստեփանյան։ Բարև ձեզ։ Տիկին Ստեփանյան, վերադառնալով ապրիլի 1-ին Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպմանը, ընդհանուր առմամբ չոր մնաց հորթում, այսպես ասած, ինչ տվեց այդ հանդիպումը, որովհետև հանդիպումը նախաձեռնվել էր հայկական կողմի նախաձեռնությամբ, եթե չեմ սխալվում, արդյոք դա միտված էր որոշակիորեն հայ-ռուսական հարաբերություններում, որոշակի եղած խութերը կամ լարվածությունը մեղմելուն եւ արդյոք չստացվեց հակառակը, որովհետև մենք տեսանք, որ բաց տեքստով ըստ էության ասվեց այն մասին, որ այստեղ կան պրոռուսական ուժեր, որոշ անհատների մասին անձնապես Վլադիմիր Պուտինը խոսեց, որ նրանք կարողանան հնարավորություն ունենան մասնակցել։ Ինչ էր նշանակում այս հայտարարությունները եւ ինչ տվեց սա հայ-ռուսական հարաբերություններին հատկապես։ Շնորհակալ եմ եւ հրավերի եւ հարցի համար։ Իրականում այս այցը դեպի Մոսկվա եւ հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ եւս մեկ հնարավորություն էր, որպեսզի մենք ապացուցենք մեր արտաքին քաղաքականության կարևոր շեշտադրումը։ Մենք միշտ ասում ենք, որ մենք աշխարհում չենք փնտրում թշնամիներ եւ մեր արտաքին քաղաքականությունը չենք բխեցնում տարբեր երկրների հետ շահերի բախման տեսանկյունից, այլ մենք փորձում ենք գտնել գործընկերներ եւ դաշնակիցներ, որտեղ մենք տարբեր երկրների հետ կունենանք շահերի համընկնում։ Ըստ երևույթին, երբ օրինակ մեր իշխանություններին, մեր կառավարող ուժին շատ են մեղադրանքները, թե մենք եվրոպական արժեքներով ենք առաջ շարժվում, ձգտում ենք դեպի Եվրոմիություն եւ այլն, բայց բազմաթիվ են այն հարցերը, որ օրինակ ինչքան էլ մենք ձգտենք դեպի Եվրոպա, ինչքան էլ փորձենք մեր տնտեսությունը, մեր կրթությունը, մեր առողջապահությունը, մեր սոցիալական համակարգը ադապտացնենք կամ գոնե մոտեցնենք եվրոպական ստանդարտներին, միևնույն է մեզ Ռուսաստանի հետ կապում են շատ տարբեր արյունատար անոթներ, տարբեր տնտեսական կապեր եւ առանց տնտեսական կապերի զարգացման, առանց տնտեսության, այսինքն առանց Ռուսաստանի հետ ունենալու նորմալ հարաբերություններ մենք բնականաբար չենք կարող խոսել Հայաստանի զարգացման մասին եւ այս տեսանկյունից բոլոր նրանք, ովքեր օրինակ մեզ մեղադրում են, որ պետք է միանգամից դուրս գալ ԵԱՏՄ-ից կամ պետք է անմիջապես դուրս գալ ՀԱՊԿ-ից, ապա ես կարծում եմ սրանք պարզապես պոպուլիստական հայտարարություններ են, որովհետև եթե անգամ 1 կամ 2 օրով օրինակ գիտենք, որ եղել են նույնիսկ խնդիրներ, որ արհեստականորեն գուցե կամ գուցե իրավացիորեն ինչ-ինչ խնդիրներ են ռուսական կողմի ներկայացուցիչները կամ պատվիրակները մեր այս կամ այն ապրանքի մեջ, գիտենք էլի, որ սա էլ է ընդհանուր առմամբ քաղաքականություն եւ այդ ժամանակ բոլորի հայացքները, բոլորի մեղադրանքները ուղղվում են դեպի կառավարող ուժ, այլ ասում են դուք այսինչ տեղում այսինչ նախադասություն ասեցիք, այսինչ տեղում այսինչ ձևակերպում արեցիք եւ բնականաբար մոռացաք, որ գոյություն ունեն տնտեսվարողներ, գոյություն ունի արտաքին առևտուր, գոյություն ունեն արտահանումներ եւ այս տեսանկյունից մեր արտահանողները կամ տնտեսվարողները խնդիր են լուծում։ Տիկին Ստեփանյան, բայց արդյոք Ռուսաստանը անցել է բացահայտ սպառնալիքների նույն այդ տնտեսական առումով, գազի գնի մասին խոսվեց, այնտեղ մեծաքանակ հայերի մասին խոսվեց Ռուսաստանում ապրող, հիմա սրանք ինչ են։ Գիտեք, ընդհանուր առմամբ սա առաջին անգամ չի եւ բոլոր նրանք, ովքեր քիչ թե շատ հետաքրքրված են Հայաստանի Հանրապետության քաղաքականությամբ, ընդ որում Ռուսաստանի Դաշնության հետ որոշակի հարաբերություններով, ապա հստակորեն կարող են ասել, որ ժամանակ առ ժամանակ այո, լինում են բացահայտ խստացումներ, դրանք ունեն եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ ընդհանուր առմամբ։ Առաջին անգամը չէ, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը դեռևս Սերժ Սարգսյանի ժամանակ էր, եթե հիշողությունս չի դավաճանում, ասեց, որ Ռուսաստանի Դաշնությունում ապրում է ճիշտ այնքան հայ, որքան Հայաստանի Հանրապետությունում եւ այդ տեսանկյունից նա իրեն ներկայացրեց, որ նաև հայ ժողովրդի մի հատվածի նախագահ։ Սա բացարձակ իրականություն է, որ Ռուսաստանի Դաշնությունում ապրում են հայեր, բայց Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից այս ձևակերպումը թույլ տվեք ասել մի քիչ չափազանցված է եւ ընդհանուր առմամբ չի բխում հայ-ռուսական հարաբերությունների համատեքստից։ Իսկ վերջին հանդիպումը հնարավորություն էր պարզապես Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի համար, որպեսզի նրանք ժամացույցի սլաքները, այսպես ասեմ, համապատասխանեցնեն։ 1-2 առիթ եղավ, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից արված հայտարարություններին, որը առիթ տվեց եւս մեկ անգամ վարչապետին, որ խոսի այդ մասին, մասնավորապես օրինակ, երբ
Վլադիմիր Պուտինը ասաց, որ այնքան էլ տեղին չեն, օրինակ մեղադրանքները հապկի դեպի հապկը, որ իբր հապկը չօգնեց Հայաստանի Հանրապետությանը ինչ-ինչ դեպքերում Ռուսաստանի Դաշնությունը նշեց մասնավորապես Լեռնային Ղարաբաղի մասով, ասելով, որ դա այլ կարգավիճակ ուներ Լեռնային Ղարաբաղը եւ մենք այնտեղ ըստ երևույթին շատ անելիք չունեինք, քանի որ Լեռնային Ղարաբաղը չէր հանդիսանում հապկ անդամ։ Այստեղից կարող ենք երկու կարևոր եզրակացություն անել։ Առաջին այն էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը եւս մեկ անգամ ըստ երևույթին անուղղակի կերպով ասաց, որ Լեռնային Ղարաբաղը իրենք միշտ դիտարկել են Ադրբեջանի Հանրապետության անկախտելի մաս, նշելով իր հատուկ կարգավիճակը Լեռնային Ղարաբաղի, եւ երկրորդը մենք չենք խոսում ցավոք Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ տեղի ունեցած դեպքերից, մենք խոսում ենք 22-23 թվականի դեպքերի մասին, երբ ադրբեջանական զինուժը օրինակ հրետակոծում էր Ջերմուկը, հրետակոծում էր Կապանը, հրետակոծում էր Մեղրին, հրետակոծում էր այլ սահմանամերձ գյուղեր, Երասխը եւ այլն, եւ այդ ժամանակ հապկից մենք որևէ արձագանք չլսեցինք ըստ երևույթին եւ տեղին, բայց լսեցինք օրինակ, որ սահմանազատումը եւ սահմանագծումը արված չէ եւ շատ դժվար է հասկանալ, թե որտեղ է սկսում եւ ավարտում Հայաստանի պետական սահմանը։ Այստեղ ես մի դիտարկում անեմ, երբ քո տունը հրդեհ է ընկնում եւ դու խնդիր ունես անմիջապես արձագանքման, որպեսզի հրդեհը մարի, դու առաջինը ձեռք ես մեկնում հարևանիդ, բարեկամիդ կամ ընկերոջդ եւ երբ վերջապես դուռը թակելուց հետո երկարատև դուռը բացվում է, ասում ես խնդիրը, ես կարծում եմ ընկերդ, բարեկամդ կամ հարազատդ չի ասում, գիտեք, ձեզ կօգնեինք մեծ սիրով, բայց դուք դուռը թակել եք, այնիշ պետք է զանգը տայիք, այնին դրա հետևանքով, երբ որ օրինակ կան մեղադրանքներ ընդդիմադիր շրջանակներից, որ մեզ ասում են, դուք դիմել եք հապկին, բայց սխալ կետով եք դիմել, ես ուզում եմ ասել, որ սրանք ընդամենը ծխած ծածկույթ են, հապկի ինչ-ինչ գործողություններ, ոչ թե հապկի, այլ հենց Ռուսաստանի Դաշնության ինչ-ինչ գործողություններ իբր չտեսնելու տարու կամ լավամարդ լինելու տեսանկյունից։ Բնականաբար Վլադիմիր Ստեփանյան, բայց այստեղ էլ մի հատ նրբություն հասկանանք, քանի որ միշտ անվտանգային լծակն է եղել գործիք, շանտաժի առարկա, որ եթե այսպես չանեք, կլինի այսպես, կլինի պատերազմ, ինքը որպես մեր անվտանգային երաշխավոր ռուսական կողմը նկատի ունեմ, դա միշտ եղել է շանտաժի առարկա, ինչ որ իմաստով լծակ Հայաստանի վրա։ Հիմա երբ չկա այդ անվտանգային գործոն, այդ լծակը հապկում Հայաստանի մասնակցությունը սառեցրել է։ Հիմա ինչով են փորձում վախեցնել, նկատի ունեմ տնտեսական գործոնը, գազի գործոնը, նույն երկաթուղու մասին է խոսվում։ Ինչ կարող են չեմ դնի վախեցնել, հարգելի Հերմինե, ուղղակի մենք գիտենք, որ Ռուսաստանը եղել է կայսրություն եւ այո պատմական իրադարձությունների հանգամանքների բերումով ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը գտնվել են Ռուսաստանի Դաշնության ենթակայության տակ այս կամ այն իրավական կամ քաղաքական ստատուսով եւ կարծում եմ նորություն չեմ ասի, որ Ռուսաստանի Դաշնությունում այո կան շրջանակներ եւ այդ շրջանակները քիչ չեն, այդ շրջանակները գտնվում են նաեւ իշխանության շրջանակներում, ովքեր խոսում են այն մասին, որ օրինակ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես Խորհրդային Միության բազմաթիվ անդամ երկրներ, դրանք Ռուսաստանի կողմից կորսված տարածքներ են, բայց ժամանակի խնդիր է եւ Ռուսաստանը ի վերջո պետք է հողահավաք քաղաքականության արդյունքում բոլորին հետ վերադարձնի մի ընդհանուր անձրևանոցի տակ, բայց ես կարծում եմ, որ մի քիչ հետ են ընկել կամ իրականության հետ դժվար են հաշվի նստում 91 թվականից հետո Խորհրդային Միության փլուզումից հետո բազմաթիվ երկրներ բռնել են անկախության ճանապարհը, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունում կա սերունդ, ով այլևս դժվար է հիշում կամ ընդհանրապես չի հիշում կամ ուղղակի դասագրքային կամ մասնագիտական գրականությունից է կարողանում կարծիք կազմել Խորհրդային Միության դարաշրջանի մասին։ Հայաստանի Հանրապետությունում զարթոնքի սերունդն է, անկախության սերունդն է եւ բնականաբար մենք մեր աչքի լույսի պես պահպանելու ենք մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը, Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն։ Մենք շատ ենք սիրում Հայաստանի Հանրապետությունը եւ ուզում ենք, որպեսզի մեր երեխաները, մեր ապագա սերունդները դարձյալ մնան եւ ապրեն Հայաստանի Հանրապետությունում։ Ընդհանուր առմամբ Ռուսաստանի Դաշնության քաղաքականությունը մեզ համար ոչ նորություն է, ոչ նորանոր ինչ որ էլեմենտներ էին պարունակում։ Կարծում եմ միակ նոր բանը այն էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի խիստ դիվանագիտական ձևակերպումներից հետո տարբեր կալիբրի քաղաքական գործիչներ կարծես եկան լրացրելու Վլադիմիր Պուտինին, այս էր իմ համար հետաքրքիր, օրինակ
Մեդվեդևը, ով անվտանգության խորհրդի կարծեմ նախագահի տեղակալն է, իրեն թույլ է տվել ինչ-ինչ հայտարարություններ անել մեր երկրի լեգիտիմ վարչապետի նկատմամբ։ Ես կարծում եմ, որ այս անձը, ում վաղուց այլևս լրջությամբ չեն վերաբերում Ռուսաստանի Դաշնությունում, կարող է դիմել Հայաստանի Հանրապետության համապատասխան ծառայություններին։ Ես կդժվարանամ ասել նա այդ հայտարարությունը արել է 2 շիշ կոնյակից թե 3 շիշ կոնյակից հետո, կարող է դիմել, այստեղ մենք առողջապահության համապարփակ ծառայություն ունենք եւ կարող է որպես շահառու ընդգրկվել, մենք հրաշալի մասնագետներ ունենք, իրեն էլ կբուժենք։ Եղան նաեւ այլ հայտարարություններ, որոնք ես մոտավորապես կասեի այսպես սպառնալիքի առումով, թե չէ հրեն կասինը սրած գնամ բերեմ ծառը կտրեմ, բայց գիտեք մենք հետ չենք կանգնելու մեր քաղաքական հանձնառություններից, մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետությունը որպես նավ էս փոթորկուն ալիքների միջից, տեսեք ամբողջ աշխարհում խնդիրներ են, բայց մենք կարողացել ենք մեր արտաքին բալանսավորված քաղաքականությունը բերումով այնպես անել, որ ոչ մի խնդիր կամ որևէ կրակոց Հայաստանի Հանրապետության պետական սահմաններին չլինի, այսինքն մեզ դա հաջողվել է։ Սա էլ այն պարագայում, երբ մենք խոսում ենք ընդամենը նախաստորագրված խաղաղության պայմանագրի մասին եւ ամեն ջանք գործադրելու ենք, որպեսզի դրանք վերջնականապես այլևս ստորագրվեն։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, ես կարծում եմ, այլևս զգում է իր վրա այս փոփոխությունները եւ հունիսի 7-ին բնականաբար իր վերջնական խոսքը կասի, մենք գնում ենք այն ճանապարհով, որտեղ մեզ կդիտարկեն եւ կհարգեն որպես փոքր ընկեր կամ փոքր գործընկեր կամ փոքր պետություն, որի հետ կարելի է հրաշալիորեն հարաբերություններ եւ փոխգործակցություն ծավալել, թե մենք գնալու ենք այն ճանապարհով, որտեղ օրինակ այն մարդիկ, ովքեր Հայաստանի Հանրապետության տնտեսական շրջանառության բոլոր լծակները գույք պարտքի դիմաց փոխանցել է Ռուսաստանի Դաշնությանը, այսօր ասում է դե օրինակ բա ինչու չեք դուրս գալի ԵԱՏՄ-ից, հրաշալի հասկանալով, որ նախ մեր խնդիրը չի, մենք մեր արժեվ նպատակ չենք դրել ԵԱՏՄ-ից դուրս գալու եւ Իսկ եթե Ռուսաստանը նման պահանջ ներկայացնի Տիկին Ստեփանյան, որովհետև վերջին օրերին թե Օվերչուկի հայտարարությունում նման տողատակ կար, որ Հայաստանը պիտի, այսպես ասած, վերանայի հարաբերությունները, այլապես մենք ստիպված առաջին անգամը չի մենք որ նման խնդիրներ լուծում ենք եւ Օվերչուկը չի, կարծում եմ, որ տվյալ երկրի արտաքին քաղաքական կամ կարևոր քաղաքական շեշտադրումները պետք է անել, ես չեմ կարծում, որ Վլադիմիր Պուտինը ամաչեց այս մասին ուղիղ խոսելու Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ եւ կարևոր դրույթների շուրջ, հանդիպման նրանք այնուամենայնիվ խոսել են, բնականաբար Ռուսաստանը կայսրություն է, իրեն կայսրություն է զգում եւ ժամանակ առ ժամանակ իրեն թույլ է տալի ավելի փոքր երկրների հետ խոսել այդ տոնով, ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ից դուրս գալուց, ապա մենք տևական ժամանակ փորձում ենք մեր երկրի տնտեսությունը համապատասխանեցնել եվրոպական ստանդարտներին, արդեն տևական ժամանակ է, որ ուսումնասիրվում է եվրոպական շուկան, եվրոպական քաղաքների շուկան, բայց դա ոչ մի օրվա, ոչ 2 օրվա, ոչ էլ առավել եւս 3 կամ 4 տարվա անելիք է, երբ որ 30 տարին քո հասարակական համակարգի բոլոր ոլորտների քաղաքականությունները ադապտանում են միայն մի ուղղության վրա, ապա բավականին դժվար է ընդամենը 1-2 տարում օրինակ ունենալ բոլորովին այլ ստանդարտների, այլ ապրանքներ երկրի ներսում, տնտեսության մեջ, այն պարագայում, երբ օրինակ տարբեր րոպեների կամ տարբեր ամիսների տարբեր ժամանակացույցով մենք ունեինք նաև լուրջ լարված իրավիճակներ պետական սահմանին, ի վերջո երբ որ պետական սահմանին հնչում են կրակոցներ, մենք ունենք էսկալացիաներ, մենք ունենք մարդկային կորուստներ կամ վիրավորներ կամ հրետակոծության, գնդակոծության հետևանքով առաջ են գալիս տարբեր խնդիրներ, մենք մեր ամբողջ ներուժը Հայաստանի Հանրապետությունը իր ամբողջ ներուժը ոնց կարծես մոբիլիզացում է այս խնդիրները լուծելու համար եւ բնականաբար ամեն ինչի համար էլ ժամանակ է պետք։ Իդեպ այս մասին շատ մանրամասն եւ հանգամանալից գրված է մեր ծրագրի մեջ առաջիկայում, մեր քաղաքական առաջարկի մեջ դեպի որը մենք առաջարկելու ենք մեր քաղաքացիների համար, այնտեղ հանգամանալից գրված է, որ մենք մեր արժեվ խնդիր չենք դրել ԵԱՏՄ-ից դուրս գալու, մենք շարունակելու ենք մեր համագործակցությունը ԵԱՏՄ-ի մեջ, բնականաբար զուգահեռ նաեւ ուսումնասիրելու ենք եվրոպական շուկան եւ եթե անգամ Եվրոպայի Եվրոմիությանը անդամակցությունը բարդ լինի կամ օրինակ Եվրոմիության տարբեր ներկայացուցիչներ ասել են, որ այս պահին իրենք ցանկություն չունեն եւ չեն դիտարկում այլ երկրների անդամակցությանը այս միությանը,
Բնականաբար մենք կունենանք նաև որոշակի առավելություններ երկրի ներսում, որը կծառայի մեր իսկ ժողովրդին կամ ավելի լավ որակի ապրանք մենք կհանենք դեպի ԵԱՏՄ։ Կստացվի, չէ, դրա համար միշտ Հայաստանի իշխանությունները պետք է ունենան պլան A, պլան B, պլան G, բնականաբար ունենալով նաև այս ամենի քաղաքական ձևակերպում եւ քաղաքական առաջարկը։ Բայց այնուամենայնիվ, քանի որ Պեսկովն էլ է հայտարարել, որ Ռուսաստանում մեծաթիվ հայեր են ապրում, հենց դրանով պայմանավորված է, որ Ռուսաստանը իրեն թույլ է տալիս, որպեսզի ներքաղաքականը այս process-ների մասնակցություն ունենա, ընտրությունների արդյունքներին որոշակի, այսպես ասած, կանխատեսելի լինի Ռուսաստանի համար։ Այնուամենայնիվ, վտանգավոր չէ, որ Ռուսաստանը բացահայտ ասում է, որ այս ընտրություններում ինքը կողմ է լինելու, հաշվի առնելով ամբողջ մեթոդաբանությունը, իրենց գործելակերպը, գիտեք, մինչ այդ խոսվել է, որ Ռուսաստանի Դաշնությունից պատրաստվում է մեծաքանակ հայերի բերել, որպեսզի նրանք ընտրություն իրականացնեն։ Հիմա ինչպես եք նաև այդ ռիսկերը կառավարելու։ Բնականաբար Հայաստանի Հանրապետությունում քնած չեն եւ բոլոր ռիսկերին արձագանքում են, բնականաբար տեղյակ է, որ արձագանքում են, հետաքրքիր հանդիպման ընթացքում հետաքրքիր շեշտադրումներ եղան Ռուսաստանի Դաշնության կողմից, այսինքն Ռուսաստանի Դաշնության նախագահը կարծես անուղղակի հաստատեց մեր այն միտքը, որ ասում ենք ռուսաստանցի օլիգարխը այստեղ եկել է ոչ թե Հայաստանի Հանրապետությունը փրկելու, ոչ թե Հայաստանի Հանրապետության անկախությունը ամրապնդելու, ոչ թե Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը եւս մեկ անկյունակարային քայլ անելու նպատակով, այլ պարզապես նա Ռուսաստանում ունի բազմաթիվ բիզնեսներ եւ իր բիզնես շահերը հաշվի առնելով նա պատրաստվում է պարզապես Հայաստանի Հանրապետությունը գրավ դնել Ռուսաստանի Դաշնությունը, որովհետեւ կարողանա պահպանել իր բիզնեսները։ Ռուսաստանի Դաշնության նախագահը շատ բարձ եւ շատ ակնհայտ այս մասին ասեց, նշելով պրոռուսական ուժեր։ Հիմա եկեք հասկանանք ովքեր են ակտիվ Հայաստանի քաղաքական դաշտում։ Նշեց, որ նրանցից մեկը անգամ բանտում է։ Նրանցից մեկը անգամ բանտում է, դե բանտում չէ, իրականում տնային կալանքի տակ է եւ շատ ակտիվ օգտվում է արհեստական բանականության տված հնարավորություններից։ Ես չգիտեմ, նա ուրախ է այս առիթով, որ տնային կալանքի մեջ է եւ փաստորեն զրկված է քաղաքացիների հետ ուղիղ շփվելու հնարավորությունից։ Ես կարծում եմ դա ամենամեծ խնդրեմը կլներ եւ ամենալուրջ ֆիասկոն կլներ իր քաղաքական ուժի համար։ Պրոռուսական Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժն է, բայց նա ավելի շուտ բելարուսամետ քաղաքական ուժ է եւ ես անկեղծ ասած մի քիչ կդժվարանամ Գագիկ Ծառուկյանի գլխավորած այդ խմբին անվանել քաղաքական ուժ, որովհետեւ մենք Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործունեությանը առիթ ունեցել ենք հետևելու ազգային ժողովում եւ ոչ մեկ գումարման ընթացքում տեսել ենք այդ քաղաքական ուժի պոտենցիալը, տեսել ենք այդ քաղաքական ուժի գաղափարախոսությունը, մեծ առումով նա կապ ունի ամեն ինչի հետ, բացի քաղաքականությունից, այստեղ ասելու բան չկա։ Երկրորդը դա Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է իր Հայաստան դաշինքով եւ գուցե էլի կլինեն ուժեր, ովքեր ցանկություն կհայտնեն նրա հետ համագործակցել, առնվազն ոչ այս փուլում, բայց այլևս ընտրություններից հետո, երբ որ քաղաքացիները իրենց վստահության քվեն կտան այս կամ այն ուժին, Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ չէ, բանտում չէ, եւ այստեղ մնում է միայն Սամվել Կարապետյանը ըստ երևույթին, ում ուղիղ նկատի ուներ Վլադիմիր Պուտինը։ Այստեղ շատ բան էլ մենք ասելու բան չունենք, մեր ժողովրդին այլևս ասելու բան չունենք, որովհետև այն ինչ պիտի մենք ասեինք, արդեն Վլադիմիր Պուտինը այս առումով ասեց եւ ավարտեց, որ այսինքն նաեւ այս ուժերը, որ հերքում էին, որ իրենք Ռուսաստանի հետ որևէ կապ ունեն։ Դե հիմի թող արդեն հերքեն ոչ թե մեզ, այլ եթե այդքան պատրաստական են, այդքան խիզախություն եւ համարձակություն ունեն, խնդրեմ դաշտը իրենցն է, կարող են հերքել Վլադիմիր Պուտինին եւ գիտեք ժամանակակից աշխարհում ես չեմ կարծում, որ կլինեն քաղաքական ուժեր, ովքեր կհավակնեն գալ իշխանության, ովքեր կցանկանան վստահության կվստանալ իրենց քաղաքացիներից եւ օրինակ խոսեն միայն մի քաղաքական բևեռի ուղղվածության մասին։ Ժամանակակից աշխարհում այլևս նման ուղղություններով քաղաքական ուժեր չպետք է որ լինեն, որտեղ մենք տեսնում ենք, որ աշխարհը շատ փոխկապակցված է։ Այսօր իրար հետ բուրըն ռազմական հակամարտության մեջ գտնվող երկրներ իրականում ունեն ակտիվ տնտեսական համագործակցություն, բոլորը խոսում են օրինակ Թուրքիայի եւ Իսրայելի դարավոր խնդիրների մասին, բայց օրինակ Իսրայելը եւ Թուրքիան ակտիվ տնտեսական համագործակցության մեջ են։ Բոլորը խոսում են օրինակ Ամերիկայի եւ Չինաստանի սառը պատերազմի կամ անուղղակի հակամարտության մասին, բայց օրինակ Ամերիկան եւ Չինաստանը ունեն բազմամիլիարդանոց տնտեսական համագործակցություն։ Այսինքն հիմա մենք չենք կարող մեր երկիրը
տանել միայն մեկ ուղղվածություն ունեցող բլոկի մեջ եւ մենք պարզապես պարտավոր ենք ամբողջ աշխարհի հետ ունենալ հարաբերություններ, ունենալ տնտեսական, սոցիալական, կրթական տարբեր փոխգործակցության մեխանիզմներ։ Այլապես մենք չենք ունենա զարգացում, առանց այդ էլ մենք դեռևս հիմա, երբ որ մենք խոսում ենք, մենք դեռևս չունենք մեր երազանքների ապաշրջափակումը, որը հնարավորություն կտա մեզ ավելի բարձր դիրքերից խոսել կամ ավելի լուրջ խնդիրների մասին խոսել։ Տիկին Ստեփանյան, այնուամենայնիվ հասկանանք, ռուսական կողմը ըստ էության խաղադրույք է անում հենց Կարապետյանների ուժի վրա, որովհետև գիտեք, երրորդ նախագահն էլ օրերս հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու, բայց ընդդիմադիր դաշտում որպես առաջատար նշեց ուժեղ Հայաստանը, եւ կարծես թե երկրորդ նախագահին ինչ որ իմաստով մոռացել են, այսինքն ռուսական կողմը իր ամբողջ ներուժի, իր բոլոր հույսերը կապում է հենց Սամվել Կարապետյանի ուժի հետ եւ այստեղ քանի որ հայտնի մանիպուլյացիան կա, որին անձամբ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց, որ Սամվել Կարապետյանը չի կարող լինել ոչ падգամավոր, ոչ վարչապետի տեխնացու, բայց այնուամենայնիվ նույն ուժի ներկայացուցիչները, օրինակ Նարեկ Կարապետյանը, պնդում են, որ իրենց ուժի վարչապետի տեխնացուն շարունակում է մնալ Սամվել Կարապետյանը։ Սա ինչպես հասկանալ։ Իրականում այդ հանդիպման ժամանակ Հայաստանի Հանրապետության վարչապետը ժողովրդավարության մաստեր կլաս ցույց տվեց ոչ միայն Ռուսաստանի Դաշնությանը, այլ նաև բազմաթիվ այլ երկրների իշխանավորներին, որոնց ուշադրությունը վստահ եմ այդ ժամանակ ուղղված էր դեպի այդ հանդիպումը, որովհետև գիտեք միշտ չէ, որ մենք հպարտությամբ հետևել ենք, թե ինչպես են Հայաստանի Հանրապետության իշխանականները, իշխանավորները, նախագահները հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, այսպես միշտ գլուխները կախ, միշտ ավելի ցածրի, ավելի փոքրի հոգեբանությամբ այս ամենը գալիս է նրանից, որ նրանցից որևէ մեկը մինչ 2018 թվականը նկատի ունեմ, երբեք չի եղել լեգիտիմ ընտրված նախագահ։ Այսինքն նրանք միշտ հավակնել են Հայաստանի Հանրապետության իշխանությանը, երբ ունեցել են Ռուսաստանի Դաշնության շատ ակտիվ աջակցությունը ամբողջ քաղաքական քարոզարշավի ընթացքում, բնականաբար հետո նաև սա է հիմնականում պատճառը, որ մենք շատ հաճախ եւ մինչեւ հիմա էլ այս ուժերի կողմից տեսնում ենք, որ նրանք շատ ակտիվ, ոգևորված, առանց այսպես թաքուն ձևակերպումների խոսում են Ռուսաստանի շահերի պաշտպանության մասին եւ շատ դժվար է իրենց խոսույթում կամ իրենց ձևակերպումներում, իրենց հայտարարություններում գտնել Հայաստանի Հանրապետության շահը։ Երևի կհիշեք, բոլորովին վերջերս երկրորդ նախագահը իր ոդկասթներից մեկում թե ասուլիսի ժամանակ մի այսպես իբր դարակազմիկ քաղաքական միտք ասեց, վերջում էլ ավելացրեց, որ բայց ինքը այս ամենին նայում է Ռուսաստանի աչքերով։ Այսինքն այս մարդիկ որևէ գենետիկական, որևէ տնտեսական, քաղաքական առումով արմատավորված չեն հայ ժողովրդի եւ Հայաստանի հետ եւ բնականաբար իրենց իշխանության ակունքները փնտրում են այլ բևեռներում, բայց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ասում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, հետեւաբար պետք չի գործընկերներ կամ աջակիցներ փնտրել եւ գտնել արտերկրներում կամ տարբեր մայրաքաղաքներում գտնվող իշխանության անդամների հետ։ Իրականում պետք է բաց եւ ակտիվ խոսել, բայց եւ ազատ խոսել քո սեփական ժողովրդի հետ, որովհետեւ եթե ժողովուրդը քեզ ընտրեց, ուրեմն դու կունենաս լեգիտիմություն եւ կհավակնես իշխանությանը։ Եթե ժողովուրդը քեզ չի ընտրում, քեզ չեն փրկի որևէ մայրաքաղաքի կամ որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի աջակցությունը։ Ինձ թվում է մեր ընդդիմադիրների հիմնական խնդիրը եւ հիմնական սխալը սա է, որ իրենք միևնույն է, իրենց հայացքը չեն ուղղում Հայաստանի Հանրապետության ժողովրդին, այլ գերադասում են օրինակ աջակցություն փնտրել Ռուսաստանի Դաշնությունում, աջակցություն փնտրել գուցե Ամերիկայում, աջակցություն փնտրել գուցե ԵՄ-յում, օրինակ դուլ գար ԵՄ-ին կամ իրենց ասուլիսների ժամանակ այսպես կես ժամ գովել եւ գովաբանել Ռուսաստանի Դաշնությանը, այդ դրանից հետո նույն քանակի, նույն ժամանակահատված օրինակ տրամադրել եւ խոսել թե ինչքան հրաշալի կլինի, եթե մենք շարունակենք աջակցել կամ մեր մոտարկումը շարունակենք ԵՄ-ի հետ, բայց այստեղ ժողովուրդ չկա։ Ասեմ ավելին, նրանցից շատերը չեն խորշում ժամանակ առ ժամանակ իրենց մաղձը ցույց տալ ժողովրդի նկատմամբ, որովհետև թե առաջին, թե երկրորդ եւ թե երրորդ նախագահները, թե իրենց սեփական քաղաքական կուսակցությունները, քաղաքական ուժերը, թե իրենց կողմից ստեղծված գրպանային քաղաքական ուժերը, թե իրենց կողմից ստեղծված դուստր ձեռնարկությունները չեն ներում Հայաստանի Հանրապետության ժողովրդին, որ նա ընտրեց եւ ձևավորեց լեգիտիմ իշխանություն, նրանց անվանում են ժեղ, նրանց անվանում են
աղբ, նրանց անվանում են գեղչուկ, գեղցիներ, նույնիսկ լինում են մարդիկ, ովքեր ասում են, որ պետք չի օրինակ բոլոր քաղաքացիներին տալ ընտրելու իրավունք եւ պետք է էլիտան ընտրի եւ ձևավորի Հայաստանի իշխանությունները, որպեսզի ամեն մի թափթփուկ, ինչպես իրենք են ձևակերպում, չկարողանա իր ձայնը տալ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում իշխանություն ձև, դե իշխանություն ասելով իրենք նկատի ունեն միայն իրենց։ Սերժ Սարգսյանը բավականին հետաքրքիր հայտարարություններով հանդես եկավ, ասելով, որ իրենք չեն պատրաստվում ուղղակի ներգրավել քաղաքական process-ներին, այլ գերադասում են անուղղակի ճանապարհով գրավել։ Գիտեք, ամերիկյան ֆիլմերում է դա հանդիպում, հա, երբ որ տարբեր սպորտաձևերում ինչ որ մրցակիցներ իրար հետ մրցում են, ցանկանում են հասնել հաղթանակի եւ ընդմիջումների ժամանակ միշտ գալիս է աղջիկների մի խումբ, գրուպա պատձերժկի, որ այսպես թեթևացնում է կամ այդ գերլարվածությունը, այդ հոգնածությունը կարծես մի փոքր ցրում է գեղեցիկ շարժումներով, գեղեցիկ երաժշտության տակ եւ հեռանում է։ Եթե Սերժ Սարգսյանը լինելով 25 համարյա 20 տարի նրանք եղել են իշխանության, որից 10 տարին ուղիղ իշխանության են եղել, մնացած պարագայում կոալիցիայի մաս են եղել կամ առնվազն իշխանության մաս են եղել, եթե որոշել են, որ իրենք կարող են այս կամ այն քաղաքական ուժին այդ ծառայությունը մատուցել, դառնալով գրուպա պատձերժկի ուժեղ Հայաստանի կամ Գագիկ Ծառուկյանի կամ Ռոբերտ Քոչարյանի համար, իսեր Աստծո, դա նրանց ընտրությունն է, նրանց այս հարցում հաջողություն եմ մաղթում, իսկ ընդհանուր առումով Իդեպ մի շարք հանրապետականներ ներողություն եմ խնդրում, արդեն տեղավորվել են Կարապետյանների ավտոբուսում։ Կարապետյանների ավտոբուսում մենք տեսանք հանրապետականներ, ովքեր գնացել են եւ տեղավորվել են Ծառուկյանի ցուցակում, ծվարել են այլևս այնտեղ։ Մենք տեսնում ենք, որ Հայաստան դաշինքում կարծես 1-2 հանրապետականներ առնվազն այդ շրջանակներից մարդիկ տեղավորվել են։ Սա գիտեք ինչ է խոսում։ Սա խոսում է, որ մենք իրականում իսկապես չենք ունեցել քաղաքական դաշտ։ Մենք ունեցել ենք 1-2 հիմնական խաղացողներ, իդեմս Ղարաբաղյան կլանի ներկայացուցիչների, ովքեր ուղղակի այսպես պասերով իշխանությունը փոխանցել են իրար, եւ ես ամոթ եմ ապրում ընդհանուր առմամբ, օրինակ Մարտուն Գրիգորյանը, լինելով պատիվ ունեմ ֆրակցիայի պատգամավոր, այսօր նա գործող պատգամավոր է, ոչ միայն այսպես դուրս էր եկել եւ պայքարում էր, ասում էր, ես դու գիտեք ինչ են անում իշխանությունները Վարդան Ղուկասյանի հետ, նրանք ուզում են միավորվել, որպեսզի Գյումրին էս լինի, այն լինի, հետո ինքը գնաց իր ձայները տվեց, Վարդան Ղուկասյանին սարքեց նախագահ, այսօր Հանրապետական կուսակցությունը հայտարարում է, որ ուղիղ չի մասնակցելու ընտրություններին եւ նա որոշել է, որ Գագիկ Ծառուկյանից ճիշտը չկա։ Իսկ ով է Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը ստեղծել է Ռոբերտ Քոչարյանը։ Այսինքն Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը թույլ տվեք քաղաքական ուժը դնել ճակերտների մեջ Ռոբերտ Քոչարյանի կողմից ստեղծված նրա գրպանային քաղաքական կուսակցությունն է եւ սա է նաեւ սրանով է նաեւ պայմանավորված, որ նա Գագիկ Ծառուկյանը համեստորեն լռում է, ինտրիգ է պահում, ասում է չի ասի ով է լինելու իրենց վարչապետի թեկնածուն, մենք գիտենք, որ ուժեղ Հայաստանի վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանը որևէ կերպ չի կարող հավակնել ոչ վարչապետի պաշտոնին, ոչ կարող է անգամ հավակնել իրենց ցուցակի վերջին համարով, որպեսզի դառնա նույնիսկ պատգամավորի թեկնածու եւ այս մասին մեր երկրի վարչապետը հրաշալիորեն տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրապետությունը իրավական երկիր է, իրավական պետություն է, այստեղ օրենքներն են գործում եւ սահմանադրությունը պարզապես թույլ չի տալի, ես չգիտեմ այնտեղ ով զարմացավ, ով այսպես ցնցվեց, որ սահմանադրություն կա, հերիք չի, մատե սահմանադրության նորմերը փաստորեն աշխատում են, բայց դե հիմա այսպես է, Նարեկ Կարապետյանը ինչ կհայտարարի, ինչ չի հայտարարի, դա իր խնդիրն է, բայց այստեղ նրանք մի ուրիշ հետաքրքիր դիսկուրս են բացում, տեսեք, մենք 2019 թվականից ձևավորել էինք մի խումբ, որը պետք է զբաղվեր սահմանադրական բարեփոխումներով, ցավոք COVID-ը եւ պատերազմը, հետո դրանից հետո 21-22 թվականի իրադարձությունները, Հայաստանի Հանրապետությունում 23 թվականի բռնի տեղահանությունը Լեռնային Ղարաբաղից մեզ թույլ չտվեցին հավուր պատշաճի ուշադրություն դարձնել կամ գնալ այդ աշխատանքների ճանապարհով։ Տեսեք, հիմա մեզ մեղադրում են, մենք խոսում ենք սահմանադրության բարեփոխումների մասին, մեզ մեղադրում են, թե մենք իրականացնում ենք Ալիևի պահանջը, բայց առնվազն Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում ակտիվ դերակատար 7 մոտավորապես 5
6-7 քաղաքական ուժ այլևս հայտարարել է, որ այս սահմանադրությունը չի գործում, այս սահմանադրությունը լավ սահմանադրություն չէ, այս սահմանադրությունը 15 թվականին պարտադրվել է, հայ ժողովրդին կեղծվել է, հանրաքվեն կեղծվել են քաղաքացիների ձայները եւ ըստ երևույթին այս սահմանադրությունը չունի որևէ կապ հայ ժողովրդի հետ, մեր սահմանադրականության հետ շատ քիչ աղերսներ ունի եւ անհրաժեշտություն կա փոխելու։ Ուղղակի երբ իրենց է խոսքը վերաբերում, օրինակ Նարեկ Կարապետյանը հայտարարում է՝ «Մի 2 ժամում կփոխենք այդ սահմանադրության եղածն ինչա, դե սահմանադրությունն է էլի, տենց մի հատ թուղթ գրիչ կվերցնենք, այս ինչը հա, տես լուրջ մի վերաբերվեք, բան դե կփոխենք Սամվել Կարապետյանը, միթե դա է էականը, Սամվել Կարապետյանը կդառնա ի վերջո Հայաստանի Հանրապետության վարչապետ, 0 դրամով վարչապետ կաշխատի, հեծի օրինակով նրանք այլևս ցույց են տվել, թե ինչ հետաքրքիր կառավարման մեխանիզմներ իրենք ունեն, թե ինչպես կարելի է օրինակ հայտարարել, որ 0 դրամով կաշխատեն, բայց ինչպես սողոսկել յուրաքանչյուր քաղաքացու գրպանը եւ այնտեղից տանել այնքան, որքան որ իրենց պետք է իրենց բիզնեսների համար, միասնության թևերի տեխնացու վարչապետի տեխնացու Թաթոյանն է խոսում, որ Ռոբերտ Քոչարյանը վատն է եւ չպետք է մասնակցի ընտրություններին եւ սահմանադրությունը լավը չէ։ Էդմոն Մարուքյանը Լուսավոր Հայաստանից ասում է, որ սա ինչ սահմանադրություն է, սա ինչ Սերժ Սարգսյանի կոստյումն է եւ պետք է տալ Սերժ Սարգսյանն իր կոստյումը հավաքի գնա, բայց իրենք բնականաբար խոսում են միայն իրենց երկրի, այսպես ասած, նրանք այդպես են ձևակերպում, թե իրենք բխեցնում են սահմանադրությունը մեր երկրի շահից, բայց այ որ մենք ենք խոսում, տեսեք, մենք իրականացնում ենք Ալիևի պահանջները։ Այսինքն չկա մի որևէ քաղաքական հայտարարություն այսօրվա ուժերի կողմից, որը մի քիչ դիմանա քննադատությանը կամ մի քիչ հակափաստարկի դիմանա։ Սա է իրականությունը։ Հետագայում մենք արդեն գիտենք, որ 3 քաղաքական ուժերի, որոնք կարծես թե վերցրել են քաղաքական դաշտի ալիքները եւ իրենք են այսպես առաջ տանում, խոսքը Ծառուկյանի, Ուժեղ Հայաստանի եւ Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքի մասին է, որոնք ցանկանում են նորից մասնակցել քաղաքական process-ներին եւ իշխանություն են ուզում, մենք գիտենք, դա այլևս թաքցնելու չի, որ այս 3 քաղաքական ուժերի վարչապետի տեխնացուն Ռոբերտ Քոչարյանն է։ Քանի որ Գագիկ Ծառուկյանի քաղաքական հնարավորությունները եւ քաղաքական պոտենցիալը թույլ չի տալիս, նա շատ ավելի կարեւոր հարցեր ունի, օրինակ լուծելու, նա չի հավակնի բնականաբար Սամվել Կարապետյանին երկրի սահմանադրությունը, որքան էլ որ դա նրանց դուրս չի գալի, մեր երկրի սահմանադրությունը թույլ չի տալի եւ արդեն հասկանալի է, որ խոսքը այստեղ Ռոբերտ Քոչարյանի մասին է։ Եվ այո, Գագիկ Ծառուկյանը ինչ որ առումով պիտի ֆինանսավորի եւ պիտի վճարի Ռոբերտ Քոչարյանի քարոզարշավի համար, ինչու, որովհետեւ նա ստեղծված է հենց դրա համար։ Եվ նրան շատ հնարավորություն տրվել էր դեռևս Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակ, որ ունենա տնտեսական մեծ արտոնություններ, ինչու, որ կարողանա վճարի նաեւ մարդկանց քարոզարշավների համար։ Եթե հիշում եք, Սերժ Սարգսյանը տարիներ առաջ ինչ որ ցողունային բջիջներ վիրահատեց, թե ինչ արեց, օրինակ նրա վիրահատության համար մեկ այլ օլիգարխ վճարեց, Ռոբերտ Քոչարյանի քարոզարշավի համար Գագիկ Ծառուկյանը պիտի վճարի, Ուժեղ Հայաստանի համար դեռևս հեծի գումարներն են ըստ երևույթին դրանք ծախսում։ Այս մարդիկ որոշել են, որ իրենք պետք է դառնան քաղաքական, ինչպես եղել են, պետք է շարունակեն մնալ քաղաքական դաշտի տզրուկները, պարազիտները եւ ծծեն, քաշեն հայ ժողովրդի արյունը, բայց բոլորովին այլ լույսի ներքո իրեն իրականացնեն։ Բայց իմ խորին համոզմամբ հարգելի Հերմինե, այս քաղաքական ուժերից որևէ մեկը իր հոգու խորքում եւ իրենց անկեղծ զրույցներում չեն ցանկանում դառնալ իշխանություն եւ չեն ցանկանում վերցնել երկրի ղեկավարման ղեկը։ Որովհետեւ նրանց ամբողջ պայքարը, ինչպես իրենց մյուս գործընկերուհի Նաիրա Զոհրաբյանն է պնդում, ես ինչ խոսք չեմ կարող չհամաձայնել Տիկին Զոհրաբյանի հետ, նրանց ամբողջ պայքարը ազգային ժողովում մի քանի մանդատ ունենալու մասին է, որովհետեւ գիտեք հրաշալի է չլինել իշխանություն, չվերցնել այդ պատասխանատվությունը երկրի ճակատագրի, երկրի զարգացման, երկրի արտաքին մարտահրավերների չեզոքացման, երկրի ներքին մարտահրավերների լուծման, հասարակական համակարգի տարբեր ոլորտներում ռեֆորմների իրականացման համար միշտ ավելի հեշտ է լինել մի քանի հոգով ընդդիմություն, ծվարել ազգային ժողովի տաքուկ աշխատասենյակներում եւ օրինակ
Քննադատել, անսպառ, հարմար տեղավորվել եւ քննադատել։ Քննադատելուց ավելի հեշտ բան չկա եւ եթե նրանց ամենամեծ ցանկությունը պարզապես մեր քաղաքական ուժին եւ մեր քաղաքականությունը քննադատելն է, հեչ պարտադիր չի որ նրանք մանդատ ունենան եւ կան ազգային ժողով։ Հիմա ինչպես երկրորդ նախագահն է ոդկաստ վարում, այդ մոդայիկ է դարձել այդ ոդկասթը, ամեն մեկը մի սուրճի բաժակով նստում է իրեն հարմար աթոռին այդ տեսախցիկը միացնում է ու մենա խոսում են, ոդկաստ են վարում, դեսիստենից են խոսում, տնեցիք ոնց են, ինչ կա, չկա, ձեռքի հետ էլ բնականաբար անդրադառնում են երկրի վարչապետին կամ մեր քաղաքական ուժին, կամ իրենք հասկացել են, որ իրենց քաղաքական առաջարկները այլևս անհուսալիորեն եւ անշրջելիորեն անցյալ են եւ չեն հետաքրքրում հասարակությանը, որտեղ մեր հասարակությունը առնվազն 3-4 տարիների ընթացքում բավականին ակտիվ աճ է ունեցել։ Հիմա իրենք ասում են, դե մենք էլ այդ կանենք, բայց արժանապատիվ։ Երաշխավորված։ Դե մենք էլ էս կանենք, բայց դե արժանապատիվ ու դե եթե պիտի դուք գաք անեք այդ նույնը, հենա մենք անում ենք, էլ դուք գալիս եք ինչ անեք, կամ ուժեղ տղերք։ Այդ որ այդքան ուժեղ տղերք եք, ինչ երաշխավոր։ Եթե այդքան ուժեղ տղերք եք հարց լուծող, ինչ երաշխավոր եք փնտրում։ Պապա եք փնտրում ձեզ այս աշխարհակաղակական վայրի բերումների ընթացքում, որ ձեզ մեկը ворթեգրի, դայակություն անի, դուք ձեզ լավ զգաք, մեր երկիրն էլ, մեր երկրի պոտենցիալներ այդ պապայի ցանկություններին օրինակ գնան ծառայեն։ Ուժեղ տղերք, որ այդքան ուժեղ եք, ինչ եք դատարկ ավտոբուսներով գնում համայնքներ, տենց մեկ ու մի կերպ հավաքել, մենացածնել էլի տենց գրուպա պատձերժկի երևի նոր տերմին Ապրիսեր Սարգսյանը նոր տերմին գցեց շրջանառության մեջ ձեր հետևներից գնում, որ այդքան ուժեղ եք ընտրակաշարք բաժանում։ Հետո ասում եք, չէ, մենք չենք։ Մենք ասենք, որ ինչ-որ մարդիկ ընտրակաշարք են բաժանել, ինչ-ինչ համայնքներում։ Ոչ մի քաղաքական ուժ ձեն չհանեց, մեկ էլ դուք ասեք, չէ, սուտ է, բան մոնտաժված է։ Ինչ գիտեք, ինչի եք առաջինը դուք արձագանքում։ Ինչի եք անհանգստանում։ Այդքան ուժեղ տղերք եք ընտրակաշարք բաժանում։ Բա որ ռեժիմը խուճապի մեջ է, Նիկոլ Փաշինյանը այլևս չգիտի իր անելիքը, դուք ինչ որ հետ հաշվարկ եք միացրել այս իշխանություններին, ընտրակաշարք եք բաժանում։ Ձեր քաղաքական առաջարկներն ուր են, այդ ձեր տնտեսական 5 հզորագույն ծրագրերը ուր են, բա բերեք ներկայացրեք։ Այն մի քաղաքական ուժն էլ հայաքվեն, որ ժողովրդին խափեց, թե եկեք ստորագրեք, որ հանկարծ Լեռնային Ղարաբաղի այդ բան չլինի, մարդիկ էլ գնացին, մտածեցին, որ իրենք հենց ստորագրեն, այլևս Ալիևը հետ կկանգնի իր ցանկություններից, գնացին ստորագրեցին, դասին տեսեք, այս քան մարդ բան եւ այլն, մի տենց ընդհանուր առմամբ նայում եմ, ուրեմն այս մարդկանց պատկերացումներով Հայաստանի Հանրապետությունը ընդհանրապես երկիրը ունի երկու ոլորտ, կրթությունն է, ոնց նայում ես կրթությունը, ընդ որում կրթությունը մանկապարտեզ, բուխ, բան, տենց բաներ չկան, մենակ դպրոցներ, ուսուցիչներ, դպրոցներ հարգելիներս զբաղվեք, ավելի ուրիշ հետաքրքիր մասնագիտություններ կան Հայաստանի Հանրապետությունում, փառք Աստծո, մենք էլ հսկայական կառավարական ծրագրերով տարբեր ոլորտներին տվել ենք ազատ բյուջեներ, կարող եք դիմել, զարգացնել ձեր սեփական, օրինակ փուռ դրեք հացի, հաց թխեք, դրանով ավելի մեծ լավություն կանեք այս ժողովրդին, այս երկրին, քան այդպես ընտրություններ են, գնում ենք եւ վերցնենք իշխանությունը, իշխանությունը չեն վերցնում, իշխանությունը պետք է ձևավորի ժողովուրդը, մեր գործընկերը, մեր հակառակ կողմը, մեր քաղաքացիներն են, այո, մեր քաղաքացիները ինչով է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի ֆենոմենը եւ մեր իշխանությունների ֆենոմենը, այդպես որ տեսնում ենք նեղ սրտած ասում են ով կմտածեր է ժողովուրդը 21 թվականին էլի կգնա եւ կընտրի Նիկոլ Փաշինյանին, բա հարգելիներս, դրանն է լեգիտիմություն է։ Երբ որ ժողովուրդն է ձևավորում իշխանություն, ժողովուրդը իշխանությանը եւ իշխանության մեջ գտնվող անձանց համարում է իրենը։ Այո, նա կարող է բարկանալ, նա կարող է մեղադրել, նա կարող է հպարտանալ, կարող է մի քիչ երես տալ, կարող է ինչ-ինչ բաներ նկատել, ինչ-ինչ բաներ չնկատել, բայց իրենն է, նա գիտի, որ ցանկացած պահի կարող է իշխանությունը հետ վերցնել։ Բայց երբ որ ուրիշներն են հարձակվում իր ձևավորած իշխանության վրա, այո, ժողովուրդը գալու եւ նորից պաշտպանի իր ժողովրդին, որովհետեւ մենք իրենցն ենք, որովհետեւ իրենք են ձևավորել մեզ։
Հիմա այս իշխանությունը մենք նորից վերադարձնելու ենք ժողովրդին հունիսի 7-ին եւ ակնկալեք եւս մեկ անգամ վստահության կվե, բայց մյուսները, որ եկել են եւ անպայման ուզում են երաշխավորով, պապայով, մամայով, խավորով եւ չգիտեմ ազգ ու բարեկամի այլ տոհմածառի ներկայացուցիչների միջոցով հետ գողանան այդ իշխանությունը վերցնեն, որ այլևս հետ չտան ժողովրդին։ Այստեղ արդեն ժողովուրդը կարծում եմ ասելիք ունի։ Տիկին Ստեփանյան, նախընտրական ծրագրից խոսեցիք, կուզենամ շատ կարճ անդրադառնանք նաև դրան, որովհետև նախընտրական ծրագրում ըստ էության նաև ամրագրել եք այն, որ ձեր ուժը պաշտպանելու է այս օրակարգը, նկատի ունեմ կաթողիկոսին հեռացնելու օրակարգը կամ ավելի ճիշտ եկեղեցին բարենորոգելու օրակարգը, որի համար մեկ նախադրյալը այն է, որ գործող կաթողիկոսը պիտի հեռանա։ Ընդհանուր առմամբ սա նաև ռիսկ չեք համարում, հիմա ասեմ ինչ նկատի ունեմ, որովհետև քիչ չեն եղել հայտարարություններ, այդ թվում ձեր ուժի տարբեր ներկայացուցիչների կողմից, որ ամենատարբեր արարողությունների ժամանակ եկեղեցական արարողությունների քաղաքական քարոզ է հնչում։ Այսօր էլ օրինակ Տեր Զահրեհը հայտարարեց, որ նրանք, ովքեր իրենց քվեն կտան քաղաքացիական պայմանագրին, ազգի անեծքը կթափվի նրանց գլխին։ Գիտեք, որ որոշ հոգևորականներ, այո, նման քաղաքական բնույթի հայտարարություններ այնուամենայնիվ արել են եւ շարունակում են անել։ Այս իմաստով ըստ ձեզ սա չի խանգարելու ձեզ այս կետը ներառել նաեւ քաղաքական այսպես ծրագրում։ Շնորհակալ եմ հարցի համար։ Տեսեք, ինչպես դուք նշեցիք, այո, մեր ծրագրում դա նշված է եւ 3 գործողություններով, ինչպես նշված է ծրագրում, մենք ցանկանում ենք բարենորոգել եկեղեցին։ Առաջինը, ինչպես ձևակերպված է հենց ծրագրում, դա եկեղեցու պետն է, ով կաթողիկոս չէ, այլևս դարձել է հոգևորականների պետը։ Նա պետք է հեռանա եւ այնտեղ փակագծերի մեջ գրված է վաստակած հանգստի գնա հանգստանալու։ Երկրորդ մասով մենք կանոնադրության համաձայն պետք է ընտրենք տեղապահ եւ երրորդ կետով այլևս պետք է տեղի ունենան ազատ, արդար, թափանցիկ ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան ընտրություններ եւ հայ ժողովուրդը պետք է ունենա իր կաթողիկոսը։ Իսկ նման հայտարարությունները, նման հայտարարությունները, տեսեք, մենք էլի ենք լսել, որ տարբեր եկեղեցականներ անիծում են մեզ, անիծում են իշխանություններին, անիծում են Նիկոլ Փաշինյանի անչափահաս երեխաները նույնպես նրանց համար բացառություն չէ, սրանով նրանք գնում են եւ հայտնվում են միջնադարյան ինկվիզիցիայի դարաշրջանի հոգևորականների կողքին, որովհետև մեկ էլ նրանք էին խառնվում քաղաքականությանը եւ որոշում էին, որ իրենք են որոշում ոչ միայն պետության, այլ նաեւ անհատ քաղաքացիների ճակատագրերը։ Բավականին աբսուրդ փուլում ենք ապրում այս տեսանկյունից, երբ օրինակ Հայաստանի Հանրապետության մի շարք հոգևորականներ բանադրում են, անիծում են, հրապարակային վատաբանում են իշխանություններին, բայց օրինակ երկրի վարչապետը չնկատելու է տալիս այս ամենը եւ ինքը շարունակում է սաղմոս կարդալ, շարունակում է աշխատել, շարունակում է ամեն կիրակի այցելել եկեղեցիներ եւ նաեւ հետաքրքիր մշակույթ է ձևավորվել, որ եթե այն եկեղեցիները որտեղ շաբաթ եւ կիրակի օրերին ավելի քիչ թվով մարդիկ են գնում, կարծես այս ալիքով պայմանավորված մենք այլևս շատ մարդիկ ենք տեսնում, որ գնում են եկեղեցիներին, կարող ենք ասել, որ երկրի վարչապետը եկեղեցին ետ է բերել եւ տվել է ժողովրդին։ Այս հոգևորականի կողմից արված հայտարարությունները եւս մեկ ապացույց են, որ որոշ հոգևորականության ներկայացուցիչներ դադարել են եկեղեցին ընկալել հոգևոր ծառայությունների վայր եւ զբաղված են ակտիվ քաղաքական գործունեությամբ, ինչի մասին որ մենք խոսում էինք։ Մենք տեսել ենք նաեւ կադրեր համացանցում, որտեղ Երևան քաղաքում գտնվող որոշ եկեղեցիներում տեղադրված համակարգիչների վրա նաեւ Հայաստան Դաշինքի լոգոներ փակցված։ Ներողություն։ Սրան ինչ են ասում, հարգելի Հերմինե։ Արդյոք որոշ եկեղեցականներ չեն համարձակվել այլևս վանական համալիրների ինչ-ինչ հատվածներ տրամադրել եւ դարձնել Հայաստան Դաշինքի Ռոբերտ Քոչարյանի կամ Ռոբերտ Քոչարյանը չլինի, ով ուզում է լինի, դարձնել նրանց քաղաքական շտաբը։ Մենք նման եկեղեցի չենք ուզում։ Մենք ուզում ենք եկեղեցին զբաղվի միմիայն հոգևոր ծառայություններ մատուցելով։ Հասկանալի է, որ ասում են, չէ՞ որ հոգևորականներն են քաղաքացի եւ իրենք իրավունք ունեն իրենց քաղաքական տեսակետը եւ դիրքորոշումը հայտնել։ Քավլիցի որևէ մեկը չի բռնանում նրանց քաղաքացիական դիրքորոշումների վրա։ Դրա համար միշտ կան
օրեր, երբ օրինակ հոգևորականները այլևս որպես քաղաքացի կարող են մասնակցել ընտրություններին եւ իրենց քաղաքական հայացքների, շահերի, հետաքրքրությունների շրջանակներում ընտրել կամ չընտրել որևէ քաղաքական ուժի։ Սա երբեք չի նշանակում, որ երբ որ հոգևորականը համագրում է կամ չի համագրում որևէ քաղաքական ուժի ներկայացուցչի, պետք է իրեն իրավունք պահի այսպես անիծելու։ Դե հիմա եկեք հասկանանք, հոգևորականները առհասարակ ինչի համար են։ Աստծո խոսքը տարածելու, օրհնելու, կնքելու, պսակադրելու, աղոթելու, չարը մարդկանցից հեռացնելու, մեղքը մարդկանցից հեռացնելու համար են, թե հոգևորականները նրա համար են, որ հաստատված գրաֆիկով կամ ժամանակացույցով ինչ-ինչ մարդկանց պետք է անիծեն։ Լավ, ի վերջո, երբ որ մեզանից յուրաքանչյուրը գնում է աշխատանքի կամ իրիկունը տուն է գալիս, ինչպես զորավար անդրանիկներ, հա, ասում, երեկոյան գլուխը բարձին դնելուց առաջ մտածի, ինչ արեցիր դու քո երկրի համար։ Այս մարդիկ լավ հասկանում են, որ ոչ իմ չեն անում իրենց երկրի համար։ Հասկանալի է, որ իրենք տաքուկ տեղավորվել են, իհարկե որոշները բոլորի մասին չեմ ասում, ես առաքելական եկեղեցու հետևորդ եմ, բայց օրինակ այս մարդը, այս նախադասությունը ասելիս, հիմի երեկոյան որ գնայի գլուխը դնի իր բարձին, ինչ է մտածելու, որ ինքը ինչ որ շատ կարևոր քայլ արեց իր երկրի համար։ Օրինակ այս հայտարարությամբ նա ինչ հարց լուծեց, ինչի հանգեց, ինչ խնդիր լուծեց լավն ասրանով։ Հարգելի հոգևորականներ, խնդրում եմ ձեզ, հարգեք ձեր սքեմը, հարգեք այն տարիների կրթությունը, որ դուք ստացել եք, հարգեք այն վայրը, որտեղ որ դուք գտնվում եք եւ զբաղվեք ձեր հոգևոր ծառայությամբ։ Մնացած հարցերում կա հունիսի 7, գնացեք եւ մասնակցեք, չեք բավարարվում միայն հունիսի 7-ի շրջանակներում ձեր քաղաքական գործունեությունը ծավալի, սեր Աստծո փոխեք ձեր հանդերձանքը, հագեք աշխարհիկ շորեր եւ ոչ միայն մասնակցեք այդ ընդդիմադիր շարժումներին, այլ նաեւ գլխավորեք այդ շարժումները։ Ոչ մի խնդիր չկա ախր այստեղ, էլի, որևէ զարմանալու կամ անհնարին բան չկա։ Իսկ իրականում հրաշալի է։ Գիտեք, մի ժամանակ կար, երբ որ մենք գործընկերներով զրուցում էինք եւ այլն, օրինակ ասում էինք ժողովուրդ կարծես ժողովրդավարության զոհերը մենք լինենք իրականում, որ նակ ասում ենք, ախր ինչի պիտի այս աստիճանի ժողովրդավար լինենք, որ այսինչը կամ այսինչը օրինակ նման բան ասի, ինչու պիտի այս աստիճան ժողովրդավար լինենք, որ ինչ որ մեկը օրինակ վիրավորի իմ կին գործընկերոջը մարմնի մասերի հետ կապված շատ ուղիղ մեղադրանք հնչեցնելով կամ որևէ մեկը սեռական բնույթի հայհոյանք հնչեցնի ազգային ժողովի նախագահի նկատմամբ կամ ինչ որ մեկը համարձակվի վարչապետի որդուն առևանգման փորձ անի կամ ինչ որ մեկը համարձակվի եկեղեցում ձեռք բարձրացնի վարչապետի վրա կամ մտքներին եկած օրինակ մեր մասին գրեն, հետո ոչինչ կգնան դատական քաշքշուկներով կանցնեն, բայց իրենց ասածը կանեն եւ գուցե նստված տա այս ամեն ինչի ժողովրդի մեջ, բայց մենք հասկանում ենք, որ սա մեզ համար չենք անում։ Խաղաղությունն էլ որ մենք ուզում ենք, մեզ համար չենք ուզում։ Ոչ ես, ոչ վարչապետը, ոչ էլ մեր այլ գործընկերներ խաղաղությունը չեն լցնելու դույլերի մեջ իրենց հետ տանեն իրենց տուն կամ չեն լցնելու պարկերի մեջ տանեն եւ պահեն իրենց նկուղներում։ Վերջո խաղաղությունը պետք է, խաղաղությունը կարևոր անկյունակարային հատվածն է, որի ժամանակ մենք միայն կարող ենք խոսել երկրի զարգացման մասին։ Եթե չկա խաղաղություն, մենք միայն կարող ենք արձագանքել պատերազմի կամ էսկալացիաների պատճառով եղած հետևանքներին։ Գալով այս ամենին մենք միևնույն է դիմանալու ենք։ Մենք ժողովրդավարության սկզբունքներից հետ քայլ չենք անելու, որովհետև աշխարհը ճանաչում է եւ հաշվի է նստում ժողովրդավար Հայաստանի հետ, մեր երկրի ղեկավարին ընդունում եւ ընկալում են, հարգում են որպես ժողովրդավար եւ ինչպես այսօր տեսնում ենք տարբեր երկրներում, օրինակ բռնապետական կամ ավտորիտար տարբեր ռեժիմները ինչպես են տապալվում, ամենատարբեր անընդունելի մեթոդներով երբեմն, բայց մենք չենք ուզում մեր երկիրը դնենք եւ սարքենք արկածախնդիրների կամ արկածախնդրության առարկա, շարունակելու ենք շարժվելով այս ուղղությունով եւ ժողովրդավարական սկզբունքների համաձայն, քանի որ կարծիք արտահայտելու է պլուրալիզմը ժողովրդավարության սկզբունքներից մեկն է, հրաշալի է, որ խոսում են մեր ընդդիմադիրները եւ հրաշալի է, որ խոսում են այս բովանդակությունը եւ այս արժեհամակարգը ունեցող հոգեվորականները։ Ինչքան իրանք շատ խոսեն, այնքան հաստատելու են մեր այն պնդումները, որ կան մարդիկ, ովքեր չպետք է գտնվեն եկեղեցում եւ պետք է դուրս շպրտվեն եկեղեցուց։ Հրաշալի է, թող խոսեն, ինչքան շատ խոսեն, մենք այնքան քիչ խոսելու հնարավորություն կունենանք, ինչը շատ ավելի լավ է։ Շնորհակալ եմ Տիկին Ստեփանյան։ Ձեզ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն էր, կհանդիպենք։